Բարևներ Արմաշի համից բոլորին լավ հետևորդներին, հարգելի հետևորդներ ջան, ուզում էի գազի վրա երկաթեի դրել, գազի վրա, որ բանջարեղեն խորովի, բայց չկարողացա դրսում, բերեցի տուն, հիմա ջեռոցի մեջ եմ դնում, տես սրանք նախապես բոլորը լվացված է, ջեռոցի մեջ հիմա կխորովեմ, հետո պամիդորով սարքեմ, համով բանջարեղենային խորոված։ Այսօր լոբի եմ նորից վերցրել, վարյունկա լոբի, շատ լավ լոբի է, այս էլ կմաքրենք, տեսնենք, այստեղ էլ ինչ եմ մի հատ ակլոր եմ մորթել, ժողովուրդ ջան, երկու հատ ակլոր էի մորթել, մի հատ բրոյլեր էի մորթել, դե բրոյլերը արդեն չկա, կերել ենք, վերջացել ենք, ասեմ, այդ բրոյլերը 5 կիլոգրամ միս հետվե ժողովուրդ ջան, ու մի երկու տեսակի ուտես պատրաստեցի, այս էլ սարցարանից եմ հանել, սովորական մեր կարմիր տեղական ակլորներից է, հիմա այս էլ թափվիլ է, այսի կդնեմ մի հատ նորից կլվանամ, սրանով էլ երեկոյան համով ճաշել այդ ակլորով կպատրաստենք, մամաս էլ եկել է այսօր մեր տուն, տեսեք մամայս արդեն գործի եմ դրել ժողովուրդ ջան, եկել ասմա տու ես ես լոբին կմաքրեմ, Միլենաս էլ է մեր տուն, հիմա աղջիկը եկել է տատիկին օգնում, Արամիկի ճանապարհել ենք, Միլենան է եկել ժողովուրդ ջան, ու սենց էլի, սա էլ մեր առավոտվա գործը, դե ես էլ խոհանոցն եմ մաքրում, հիմա ջեռոցը ես արդեն նախապես միացրել եմ, ասի թող լավ տաքանա, հետո նոր կխորովեմ բանջարեղենը։ Երևի ճիշտը սենց է ժողովուրդ ջան, թե չէ դրսում գազի վրա, այնքան պիտի գնայի գայ։ Ժողովուրդ ջան, նայեք, Միլենաս տախտակի վրա, դանակով կտրատում է։ Թեք, ծայրերը կտրի, թեք, սիրուն սենց շեղակի կտրատի լուբի սենց։ Շատ մի մանրացրա իմ աղջիկ։ Դե կտրի, դե տախտակի վրա իր անում, էլ մի տենց արա։ Նոր ոնց էի կտրում, ուղղակի մի քիչ խոշոր կտրի, շատ ես մանրացրել։ Միլենա ջան, ինչ ես օրինակ սրանք սենց հանում, դու փչացնում ես, բալես։ Չէ, դες չեն անում։ Հələ տես, ես լրիվ սենց ես արի, ասա լոբին կես ես արի։ Հələ տես լիդա տատի ոնց ամ։ Նայեք, Միլենա ես մակրասներն են։ Հələ նայեք։ Հապելատ է, նայեք, Միլեն ջան, Լավ է, դե պոչիկները գցին ամանի մեջ Միլենա, որ բանանես, խաղնես իրար։ Այդ էնցի մաղջի։ Ես էլ ընգել եմ խոսքով ժողովուրդ չեմ նայում, հետո ուշադրություն դարձրեցի, տեսա, որ Միլենաս լոբին լարի որից դեմ է մաքրում։ Բայց լավ լոբի է, մա, շատ լավն է։ Էսի մեր գյուղի լոբի է, մեր գյուղում են մշակում։ Անթել, անթել, բայց փետով լոբին է, չէ ինչ է։ Չէ, փետովն էլ կա սա, բայց էսի անթել։ Փետ լոբին է։ Եթե փել չկա մեջ, շատ լավն է։ Փելովն է։ Ուրեմն իզուր չեմ արել, պիտի ավելի շատ առնեի։ Չես դրել խալացին։ Դրել եմ, ես հափանից էի բերել։ Լավ եմ ցան։ Իմ սիրուն մամաս, այսօր մի օրով եկել է մեր տուն ժողովուրդ ջան։ Ու շուշագալի մամաս մեր տուն, ու շուշագալի ինչ անեմ։ Ինքն էլ գալիս է խոհանոց է մտնում, ասում է ինչ անեմ, ինչով օգնեմ, ասեմ մամ ջան, ոչ մի բան մի արա։ Բայց այսօր այս ակլորը պիտի մամաս իր ձեռով մի հատ համով ճաշ պատրաստի, մենք էլ ենք մամայից հետ։ Հա մամ ջան։ Աստված բոլորիս մամաներին լավ պահի ժողովուրդ ջան։ Աստված մեր ծնողներին լավ պահի։ Մենք էլ մեր ծնողներով ուրախանանք։ Օպրիմ աղջիկը։ Միլենաս էլ օգնում է, սա մի հատ էլ կոֆե կպատրաստի տատիկի հետ կխմենք, չէ իմ աղջիկ։ Մամ ջան, այդ խնձորներն էլ կտրի, ես ես սրանք որ էփածա հանեմ, ժողովուրդ ջան, դե բնական է կրակի վրի խորովածը լրիվ յուրահատուկ խորոված է, բայց դե ոչինչ։ Էս էլ վատը չի։ Դնեմ այստեղ, որ
պղպեղտեմ, նորից պղպեղտեմ եմ, ես էլ այսպես շուր տանք, նորից դնենք ջրուց։ Բաջուրը դու չապերց է, այս ասարածը։
Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, մամաս սիրում է որ սոխով պատրաստի խորովածը, ես էլ եմ շատ սիրում։ Էտա ասում մամաս, ասում ախր առանց սոխի էսի համով չի լինի։ Ինչ անենք, մամջա, դու գիտես որ մեր տան անդամներից չեն ուտում սոխ, Էլենը չի ուտում, Հովիկը չի ուտում։ Ինչ անենք։ Մենք էլ այսպես կպատրաստենք, թարմ կանանչիով ոչինչ։ Դες սոխարածով է համով։ Այս բանջարեղենի խորովածը բոլորս էլ գիտենք։ Լցրա մամջան, լցրա, գոնե յուղը բոլ արա սոխի տեղը։ Քիչ կամաքացնենք գազը։ Ասեմ հարգելիներս, էսի իմ հալած կարածնա, որ ես հալել եմ, տեսեք ինչ լավն է։ Հավեսին ուրեմն յուղ է ստացվել, ռուսական կարակ էր, 5 կիլոգրամանոց արա հալեցի։ 2 հատեր փոքր բանկայով դրել եմ սառնարանը։ Էս էլ հա յուղն է, որ լցրել էի բանկայի մեջ։ Ձեփել ես լուսնում, հա։ Ձեփ քիչիու։ Եմ բանջարներն եմ ամնայի։
Selam canım. Aslında spatlasla vurma canım. İdiotun patlasla. Şöyle bu. Sensin bana Bakın ma hafta oldu sen Atma neyle sen nasıl İkrattan nasıl yok. Görüm abladım hatırlamıyorum sen nasıl. Հարսիս ասում ժողովուրդ ջան։ Այսօր ասում եմ մերս, հարսիս էլ ասում, մերս։ Ասում եմ մերս, սենց էլ մնաց լավ է, բայ։ Խորովածը պատրաստեցին, ժողովուրդ ջան, հիմա էլ լոբին ենք պատրաստում։ Քիչ հետո լոբին ենք պատրաստել, եթե կնստենք արդեն հաց ուտենք, ժողովուրդ ջան։ Հետո համեցեք հաց ուտելու, մամաս ասում, հարգելի հետևողներ ջան, դե մամայի եկածը ուրիշ է։ Եկեք հենց այնց չի ասված, մամայի ձեռքերով պատրաստած ամեն ինչը ուրիշ է, ժողովուրդ ջան։ Միլենա ջան, կարող եմ ձեր ջրել։ Մեղուց ես վախենում։ Էլեն չո, մեղունի չի գանի, լալես։ Ջուրիկ մեղու է։ Ստեղ էլ ջուր ենք արել, ժողովուրդ ջան։ Այսօր առավոտից ջուր եմ անում, այսօր մեր ջրի օրն է, սիրում եմ։ Սիրուն լրիվ լվացել եմ, նենց հաճելի այստեղ նստելը։ Ափսոս, որ մամաս կոֆե չի տանում, ժողովուրդ ջան։ Թե չէ հիմա մի հատ լավ կոֆե կխմի մամայս էլ։ Չնայած Միլենաս կմենի կխմենք, Միլենա կաթով խմի։ Սաղացված բերում ագորը։ Բայց չէր խմում, մի պահից սաղն չէր խմում։ Մի խմի, ես այդ սառը կոֆեների չեմ պար, ժողովուրդ, անկեղծ ասեմ, որ վաճառում են այդ սառը կոֆեները, ես ընդհանրապես չեմ սիրում, Նեսկաֆե չեմ սիրում, ես այս մեր սովորական սև սուրճն եմ սիրում, այն էլ տաք վիճակում ու դառնում է։ Կարավորներ ստեղ ենք մեր կոֆե խմում մամջան։ Դե ցերեկը շոկալում եք, չենք կարում նստենք տուն նախոր։ Մեկ էլ ուշ որ են հով ալին եղանակը, իվա հովի, նստում ենք էստեղ։ Արևանույս է գալուց տեն նստում ենք առավոտը կոֆե ենք խմում, բակում։ Երկու ուտեստներն էլ արդեն պատրաստ է։ Այս էլ մեր սիրած կարտոֆիլով լոբին։ Դե ինչ իմ լավ հետևորդներ ջան, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի օր և բարի դիտում։